Ողջույն բոլորին, սկզբած եմ, այսա ուզում եմ մազերս պետք է մենակ սարքեմ, հետո պետք է գնամ բան հանձնեմ, պատվեր հանձնեմ, սպասում եմ ժամը գա, վիդեոս եմ մոնտաժում նախորդ վլոգը, էսի սենց եկել է մոտս, Սալմոն եկավ, շատ բանը նախանձ, ոչ թե նախանձ, այլ խանդոտ է միելը, հանկարծ եթե իրանց սիրեմ, հետո գնամ Սալմոյի սեմ կամ ուրիշ մեկին, գնում է իրանց հետ կռվում է, այ միել, վերջապես Ռոսիի հետ հանդիպել ենք, շատ շուտ վայից, я sé mucho que no hemos visto, ¿no? No encontramos. ¿Cuándo nos vimos última vez? Ay, ni me acuerdo. Unos meses, ¿no? Creo. Sí, hace rato. Քանի երևի որ Varios չենք տեսել meses. եկել է աչքեր վերցնի եւ հանդիպենք։ Los ojos. Son 16 y ¿cuánto? 14. ¿Esos son 16? Sí. Son muy chiquitos ahora. Es que no veo. Necesito ponerme lentes. Ես նորից սուշին պատվիրել։ Պետան այսօր շատ լավ կերել է, իրանք բանում աշխատանքի վայրով, բոլորով սենց գնացել են նախաճաշելու, սենց բուֆետ ինչ-որտեղ, մի լավ կերել է, իրիկունը երև ինչ-որ մի բան կուտի, ես էլ ընդհանրեն ձվածեղ եմ կերել ու առաջարկեցի Բետոյին սուշի պատվիրեմ, ասեց խնդիր չկա, պատվիրի, և պատվիրեցի, այստեղ ունենք seafood ծովամթերքների, սա էլ spicy roll է կոչվում, կծու roll, տեսնենք արդյոք կծու է, թե ոնց, տեսնենք, սկզբից եսի փորձեմ, ենի փորձել եմ, ենի շատ եմ հավանում, եսի առաջի անգամ եմ ուտելու spicy roll-ը, ինչ կապուկ է, քանդվեց, կծվություն ունիմ, բայց շատ կծու չի, հաճելի կծու է, իմ համար արդեն ես սովոր եմ կծվին, այստեղ Մեքսիկայում ապրելով սովորել եմ կծու ուտել, շատ համով է, մետել է ավոկադո, քանդվում է ուղղակի, քանդվեց, շնորհակալ եմ բարեխորժակ բոլորիս, ով իմ հետ ուտում է, ում որ ախորժակը բացվեց սուշիի համար, գնացեք, գնեք, գերեք և այլն, ես էլ բայել եմ իմ սուշի, Bananic. Aquí ¿ya viste el plátano? No. Ahí arriba. No, el plátano. Sí. Մենք գնում ենք տակո ուտելու։ Տենց։ Այսօր Բետոն այդ լարերն էր սարքում։ Մեր հոսանքի, որ միացնի։ Տեսնենք։ Մանչան։ Ես է քնել էի, իպա, նենց հոգնած էի, քունս տանում էր քնել էի։ Ողջույն բոլորին, ես այստեղ փաթեթ ստացել, Mercado Libre այստեղ մեքսիկական բանը, սայտ է օնլայն, տենց,
Եվ եկեք բացենք, այսօր սպասում էինք, ես ոնց կարի առանց դες բացեի, ստանակով, ես ուներ սպասում են սելակոն են մանավան սալմոն, Վաղուց էի ուզում ես պատվիրել, առնել կամ առնել նման բան և տելեֆանը սալմոն դեմ թե չէին ինձ բանան հա տալիս եմ հոտի որ ասում եմ տելեֆանի գիժը և վերջապես առա նայեք ինչեր եմ առել պատվիրել Հուսով եմ ճիշտ է եկել չէ, եկեք կեսել բացենք Հուսով եմ պակաս բան չկա, չէ ոնց որ չկա, okay. 10 մասից բաղկացած դանակներ են, այստեղ կա մկրատը, այս վարունգ կլպող, այսի մնումա հիմա ես կարենամ բացեմ, 12 ավելի ճիշտ իրական Այս տախտակ ունի Վերջապես, այն փայտի ունեմ, բետոնը տենց կտրայ սարքել, այնքան ծանր է ալարում եմ ամեն անգամ հանեմ, խոսքի մի փոքր մի բան կա կտրատելու վրեն, ամբողջ այդ եկա ծանր տախտակը հանում եմ ես, և հեսի արդեն տագործան։ Զգուշ չկտրենք Սիրուն է, այջում նաև մի հատ ուրիշը կա, սենց ես մեր փայտի երանգների էր, մտածում եք առնեմ կսազեն իրար հետ, բայց հետո սա տեսա, այս ավելի լավն էր, հետո ածիվները կարդացի, այսի սենց փոքր է, սա ունենք, Սենց այս մյուսը Սենց այս ձևի ունենք այս հացի համար կտրելու մկրատը Այսի պարծվում է ժողով, ես միշտ մտածել եմ, որ այսի բանի համար է հացի համար է, բայց ընդեղ նկարում գրած էր, որ էսի ապխտած երշիկի համար է, խամոնի համար է, էսի, ես այս էի մանգալի, սիրում եմ մեծ դանակներ, ընդհանրապես շատ եմ սիրում, մեծը իմ համար ավելի հարմար է, քան փոքրը, այ էսի, նայեք, ես ամեն անգամ ինչ-որ մի բան անգամ ամենափոքր բանը, որ սխտոր կարող եմ պճող սխտոր կտրատեմ, սա եմ վերցեմ ամենամեծը, ու տենց սի խոհարարական խոհարարի դանակը, սա էլ սրելու համարը, սրելու, ես մի քիչ մեծոտել եմ ուզում, եթե առանձին օրինակ ասենք սրա ոճի լինի, որ մի քիչ ավելի մեծ կացին լինի, որ մսերը իրարի սենց կտրատեմ, կառնեմ առանձին։ Հենց շատ ուրախ եմ, 3 պատվիրել եմ ժողովուրդ և այսօր հասել է ինձ։ Եվ օգտագործեմ, շատ ուրախ եմ վերջապես, շատ շուտ բայց սրանք փնջվել են, ես եմ իրար քսելով սրում եմ, բայց հինացել են շուտվանից եմ օգտագործում, ինչ տեղափոխվել ենք այստեղ կարծեմ, այդ ժամանակվանից է օգտագործում, ինչքան ողտեժը, տենց մի 3 տարի ավել արդեն այստեղ ենք, ու արդեն չի կտրում, նորմալ սրելու համար։ Սրանք սրանով սրեմ կարող լավ լինի։
Okay, կիսաներն են ուրախ իրանց ցելոֆանը ստացան։ Ես էլ եմ շատ ուրախ, իմ ցելոֆանը ստացա, իմ նվերը ստացա։ Ես իմ համար նվեր եմ առել։ Այդպես որ դից հիմա ինչ եմ անում։ Այստեղ սուրճ եմ դրել, ասեք, նայեք որտեղ եմ դրել։ Բարձրացա որ հեռախոսս բերեմ, վերևներ։ Այստեղ եմ դրել որ հանկարծ չբարձրանան, էլի միջև ես իրենց կհանեի։ Ոսկում են կողանացից։ Դրել եմ որ հանկարծ իմ սուրճը չբարձրանան, հոտոմոտ քաշեն բան դες, էլի։ Խնդրեմ խոսքի իրանց ցելոֆանը մատեք։ Մտնում ես։ Մտնում ես ցելոֆան։ Ես քո հավեսը չունեմ, ես քո պարակը չեմ սալմում։ Ալի։ Այստեղ էլ նուռ եմ կտրատել։ Այք էշ լավն է։ Մեկ էշ թթվաշամն է ինքը, բայց լավն է։ Դեղ կուկուրուզ եմ խաշում և հեսա մի փոքր բրոկոլի ունեմ, միս եմ խանել, մի փոքր բիստեկ ունեի, տենց խոզիմիս տապակեմ, տենց սարքեմ բետոնգորդի, տենց անշանեմ։ Եվ մտածում եմ, որ մի տեսեք ենքան սենց էլ թելերը հանելուց հետո խոհանոցը սենց մենակացել է, չգիտեմ, չեմ հասկանում իշնա պատճառը, ես մտածում եմ սենց կազատվի, լավ կլինի, գիտեմ, որ սենց տան հոտառություն չեմ զգում, որ սենց օջախի էլի, սենց ուզում եմ փոփոխություն անեմ, կամ չգիտեմ, ինչ-որ մի բան պակասացնեմ, ավելացնեմ, որ տենց այդ ատմոսֆերան ունենամ, էլի, մի տեսակ սենց ենքան դատարկ, այնքան, չգիտեմ, շուր մի բան պակաս լինի, այ այդ զգացողությունը, ճիշտ է, վետան փոփոխությունը անելու, այստեղ լրիվ քանդելու է, անգամ այս դարակն է ձևափոխելու, էլի, այս, թեպս, ձևափոխելու է, այնտեղ սարքելու ենք, բայց չգիտեմ, գուցե դրանից հետո ինչ-որ սենց փոփոխություն լինի, ինչ-որ կարողանամ անեմ, այն ինչ-որ ուզում եմ, այս դարակը մի քիչ բարձրանալու է, քանի որ այս հատվածը այնքան փոքր, այնքան ցածր է, չեմ կարողանում, որ ուզում եմ ինչ-որ մի բան խորքում դնեմ, սենց միսը սենց հետ եմ տանում, որ չկպնեմ, էլի, գլխով տենց դարակին, և մի քիչ բարձրացնելու է, փոխելու է, ձևափոխելու է, կարծեմ, մեջի փայտն է փոխելու, տենց ինքը բարակա, ավելի տենց նորմալ փայտով է սարքելու, այս մյուսն է լրիվ հանվելու ամբողջությամբ, սենց, լրիվ սենց որ ստեղից գնալու է ու մենակ սենց քաշովի դարակներ է լինելու, հիմա 7 հատ է, բայց մնալու 6 հատ է, այստեղ այս կոմը լինելու է, որտեղ որ իմ թելերներ, լինելու է էլեկտրոնիկա, բան տենց, իսկ այս մյուս կոմը, որ այստեղ էլեկտրոնիկա նայեմ, վեճկը բան տենց, այստեղ դարակ ենք սարքելու, որտեղ կլինի ուտելիքը, այս ներքևի դարակում իշքան ուտելիք կա, այն որ ասել մեզ շունը տիրոջը չճանաչում, ուտելիք, աման չաման, չգիտեմ, պղինձներ, բան, տենց խառնվել է իրար, հանելու եմ սաղ այդ սենց դարակի մեջ տնեմ, որ սենց ուտելիքը միտեղ լինի, աման չամանը, չգիտեմ, պղինձները տենց միտեղ լինեն, տեխնիկան միտեղ լինի, մենակ ընդեղ դարակներում, քաշովի դարակներում գթալ, պատարակախ տենց բանա լինելու ու ուզում եմ 2 հատ սարքեմ, հա, տենց օրինակ ասենք նաման չամ այդ գթալների համար առանձին, իսկ այս մեծ դանակների համար, օրինակ, կամ մեծ բաների համար, հերիչնա, քամիչը և այլն տենց բաների համար առանձին լինի, քանի որ միշտ խառնվում է իրար, բետոն է, օրինակ ասենք,
եթե ինքն է դասավորում ամանչամանը, ճիշտ է չեմ բողոքում, ասում եմ, մարդկաս կետել չի անում, բայց այն որ ես իր դասավորած եմ, հետը դասավորում եմ դե իհարկե, բայց դե բան չեմ ասում, գիտեմ, որ օգնում ավան, բայց տենց տղամարդիկ տենց են, չէ, իրենց դասավորածը։ Խոսքը օրինակ ասենք գիտի, որ ապակիները մի տեղ է, ապակի բաժակները, ամանչամանը մի տեղ է, կավը մի տեղ է, տենց, բայց խառն է դնում, որ սենց սաղ սենց ցրված է դնում, բայց դե մեկը ասում եմ մարդկա այդ ձեր չի անում, մարդկա տեղյակ չի ընդհանրապես իրենց տան բաժակը որտեղ է։ Մի խոսքով շատ շնորհակալ եմ, իրոք շատ շնորհակալ եմ, որ բետոն իմ ամուսինն է ու ամեն ինչով ինձ աջակցում է, օգնում է։ Մի խոսքով, չգիտեմ ասեցի թե չէ, կուկուրուզ եմ էփում, հեսա էփի դա էլ ուզում եմ ձեզ ուտեմ, բայց միջև էդ անցկենամ բաներին, խոհարարական այդ գործերին, հեսա բետոն կգա, տենց մոտավոր մի ժամից քիչ, շուտ լինող բան է, տենց արագ կլինի, ես սոված չեմ, այդ կուկուրուզը կուտեմ, հետիկա ես ծվածաղ եմ կերել, շոր ավոկադո, բան տենց։ Մեկ էլ այստեղ վերջապես հանել եմ թթխմորս, կերակրել եմ, ուզում եմ մի քիչ բարձրանամ, մի հատ էլ կերակրեմ, ուզում եմ ուժեղացնեմ։ Եթե ստացվի, ուզում եմ հաց թխեմ, էլի չգիտեմ, այս շաբաթ մի քիչ խառն եմ, վաղը ծառայություն ունենք, հանդիպում ունենք Zoom-ում, տենց շատ տենց սպասելի Zoom ծառայություն է լինելու, չորեքշաբթի օրը հանդիպելու եմ Մոնիկայի հետ, հինգշաբթի օրը երևի զբաղված կլինեմ, էլի հանդիպում ունեմ օնլայն, նաև մի հատ պատվեր ունեմ, պետք է դուրս գամ գնամ, թելերը առնեմ, որ սկսեն գործել, և ուրբաթ օրը ընդհանրապես շատ զբաղված եմ, այդ օր երկու հատ ծառայություն ունեմ իրար վրա, շաբաթ-կիրակի էլ որ բետոն տուն է գալի, տան գործերը, բանը մի խոսքով։ Այս շաբաթ ոնց որ մի քիչ խառն եմ լինելու, իսկ թթխմորով հաց թխելու համար դու պետք է ամբողջ օրը տանը լինես։ Ամբողջ օրը։ Մի տեսակ, այդ ձև։ Եթե օրինակ ասենք այսօրվանից դնեմ թթխմորը, ապառասակեմ, վաղը համ ծառայություն անեմ, համ թխեմ, չես կարա էլի, ոնց որ համակարգիչից որ վերևացրել եմ, Zoom-ը ընդեղ է ու վերև-ներքև չէ։ Մի շաբաթ փորձեմ անեմ, ուզում եմ թխեմ, բայց որ հիշում եմ այդքան պետք է նորից, կոնցեմ, ձգեմ, չգիտեմ, բայց շատ եմ ուզում հաց ուտեմ։ Okay, ժողովուրդ, ես անցնեմ իմ հելունագործության էլ, այսօր համ գործեմ, համ էլ մի հատ էլ վիդեոյի վրայով անցնեմ ու բացեմ տոնածառ զարդարելու տեսանյութը, երևի նախորդն է, ես որ տեսնում եք, երևի նախորդն է։ Այդ ձև, գնացի ես իմ գործերով, այսօր տենց խառը օր էր։ Շատ ուրախ եմ, որ իմ բանակներ եկավ, այսա կլվանամ, բայց որտեղ եմ դնելու, ես իրանց որտեղ, ուզենայի իրանք այդ պաստարկա էլ ունենային, բայց չունեն, ափսոս, կավատեք հորս ասեմ մի հատ պաստարկա սարքի, կարա սարքի, տեսնենք, եկեք փորձենք, այստեղ միս էի հանել, հետա եկել, խոզի միսա, ես կանչը, հոտողապան ես այկան, ես իրանց բաժինը տամ, ժողովուրդ, ես կանչը, ընդիր, սրանով, այս սրանով, ակնհայտ է, ես իրանց բաժին տամ, թե չինչ կուտեմ, մի հատ ծենց ու վսյո, եկեք, գնացեք, կտրում եմ իրանց համար, էդ օրինակ ասենք իրենք մտածում են, եթե ես միս եմ կտրում, միշտ հանում եմ ստեղից, որ խոհարարություն եմ անում,
Բայց ես անգամ տես չդիմացա։ Всё, հա, մանրացնեմ տամ։ Всё։ Ողջույն բոլորին։ Մենք այս պատահանը դեռ չենք մաքրել։ Դրսից պետք է մաքրվի ժողովուրդ, ես չեմ կարող մաքրեմ, տենց երկար տենց մաքրելու բանա պետք է չենք, չգիտեմ, չի ստացվում որ առնենք, բոյես չի հասնում տենց ուրիշ ձև, բայց ոչինչ կմաքրենք։ Այսօրվա միացումս ուրիշ բանի մասին է, այստեղ նայեք ցելոֆան է գցել բետոն, քանի որ 3 առաջի օրը լավ ուժեղ անձրև եկավ ու մենակ փառք Աստծո աշճանների վրա տենց մի քիչ կաթկթաց, տենց շատ ուժեղ չէր, բայց էլի թրջվեց, ուղղակի այս ապակիները դեռ լավ չէ, կպցրել է բետոն, բայց նյութը լավը չէր, ինքը տենց փչացավ շուտ, լավ նյութ է պետք էլի, որ լավ ամուր կպցնի։ Ու այս պլաստիկը գցել է այստեղ ու այնքան վատ է, այսօր ուզում եմ գործեմ, այստեղ ոնց որ մութ սենյակում, հիմա մտածում եմ ես բարձրանամ, եթե օրինակ ասենք, չեմ կարծում, որ ամրացրած լինի ծայրերը, բանը, գնամ բարձրացնեմ բալկոնից, Սամ գաբրլամից չեմ լինի ու իմ տեսադաշտը կբացվի, իմ ու միելի տեսադաշտը ավելի ճիշտ կբացվի, այստեղ կոֆե եմ դրել։ Okay. Երեք վլոգս բացել եմ ու ուրախ, որ վերջապես վլոգս բացեցի, են էլ Instagram-ում գրել էին, որ ինչ-որ վլոգի հետ խնդիր կա, կարող է իրանց մոտ է մի հատ նայեմ, մեկ էլ տենամ, որ այդ որ սարքում եմ տիրամիսուն, համարյա սկզբից ձայնս է մենակ երևում, ինչ-որ լսվում պատկերը չկա, ինչ-որ սառի գույնի տենց ծածկված, մի խոսքով խնդիր է առաջացել, ու ինչ կլիներ, գիշերվա քանիսն է, ժամը 12:00 էր, ես նորից դրել եմ այդ հատվածը, բան եմ արել, մի վայրկյան։ Voy, ¿qué pasa? Entonces no me hablaste? Ok. Իսկ թվաց տեք հորս կնիկը ձեն է տալի, բայց շան վրա է գոռում։ Okay, որ շունը հաչում է չենք ճոկում, ով ինչ է խոսում։ Մի խոսքով։ Մազես հետ չեմ համահարմարվում։ Հետո վերջապես տենց գիշերվա ժամը 12-ին պատկերացրեք, ես նորից այդ հատվածը մոնտաժել եմ, նորից դրել եմ, որ ծրագիր նստացնի հեռախոսի մեջ, հետո YouTube ու տեսա, որ մեկ անց արդեն էլ ի վիճակի չէի, որ չգիտեմ, ասի առավոտ կհելնեմ ու բան կանեմ կբացեմ, բայց ժողովուրդ այնքան սենց հիասթափություն ես ապրում ու տանջանք է, որ նորից այդ ամեն ինչը լավագոնե լրիվ չէր ու տենց վերջնահատվածն էր, բայց դե երկար վլոգ էր, ահագին տենց մի 20 րոպե մոնտաժել եմ, այդ բանի և որ արդեն սկսում եմ դեղնոցը հարելը, այդտեղից։ Մի խոսքով, այնպես որ խնդրում եմ վլոգներում ակտիվ եղեք, աջակցեք վլոգերներին, իրանք շատ բարդ բաների, փուլերի մեջով են անցնում ու ինչ-որ մի բան են չի լինում, նորից պետք է ջնջես, նորից ինֆորմացիա դնես, նորից մենակ վիդեոն դու չես դնում նկարում, հա, սենց հիմա դիմացը չես, այս վիդեոն հիմա որ դուք նայում եք, ես երևի մի քանի տեղից պետք է կտրեմ, ձայնն եմ բարձրացնում, տարբեր սենց էֆեկտներ են ես, որ բնականի մոտ լինեն, էֆեկտ, այսինքն կարող է, օրինակ ասենք շատ մութ է եղել, լուսավորում եմ, լուսավորացնում եմ, այսինքն ոչ թե արհեստական էֆեկտ եմ տալի, այլ լուսավորությունն եմ փոխում։
օրինակ, հետո որ մոնտաժում եմ, այդ մոնտաժելը պետքա ինքը հեռախոսի մեջ է նստում, դրանից հետո պետքա YouTube նստացնեմ, YouTube-ից հետո այնտեղ ես հաշտագներն եմ դնում, տենց մի խոսքով էլի տենց հուշող բառեր եմ դնում, որ դուք չեք տեսնում, հա, տենց էդի ինքը ներքին վլոգի մեջ է։ Հետո արդեն որ դեղ տարբեր բաներ եմ դնում, մի խոսքով մոնետիզացիան եմ միացնում, գովազդի պահերն եմ ավելացնում, հետո վերնագիր մտածել մի այլ սենց տանջանք է, հետո երեսի այդ սիրուն նկար, որ դուք տեսնում եք, էդի մի հատ ուրիշ տանջանք է, մի հատ ուրիշ պրոցես է, ուրիշ ծրագրով սարքում եմ, դնում եմ տենց սիրուն, մի խոսքով այնպես, որ ձեզանից ոչ մի բան չի գնում եւ որ խոսքի մասին չի, այլ ընդհանրապես բոլոր վլոգերների, ում որ դուք սիրում եք, նայում եք, հետևում եք, ուզում եք, որ ցենց աջակցեք, ուղղակի ասելով, որ ես ձեզ շուտվանից եմ նայում, բայց առաջի անգամ եմ գրում, բայց գրեք, դուք դրանով ուղղակի նայելով, հա, դիտում ավելանում է, շատ լավ է, բայց կոմենտները, լայքերը դրանք ակտիվացնում են ալիքը, դրանք շատ մեծ ազդեցություն են ունենում ալիքի զարգացման, տարածման վրա, ակտիվացման վրա, մի խոսքով, ձեզանից ոչ մի բան չի գնում, որ օրինակ ասենք 2 հատ սրտիկ գրեք կոմենտների բաժնում կամ լայքեք, դա անվճար է, դրանով կխրախուսեք այն մարդուն, ում հավանում եք, ում կոնտենտը հավանում եք, այդ մարդն էլ կողոքեվորվի ավելի շատ, ավելի շուշուտ վլոգներ կտեղադրի, ավելի հաճելի պրոցես կլինի այդ ամեն ինչը իր համար եւ որ այդ ֆիդբեքը, հա, այսինքն ձեր հետադարձ կապը լինի, հա, վլոգերի հետ։ Շատ կարևոր է եւ որ դուք ասում եք վլոգներ դիր, Անիջան ուշացնում ես, բայց դուք շատերը անգամ կոմենտ էլ չեն գրում, ինչ-որ սենց հարցեր եմ տալի չեն պատասխանում, են որ 1000-ից մի անգամ, որ 1000-ից մեկը են, որ մի երկու հոգի, արդեն շատ ժամանակ է գալի, որ ես էլ եմ հոգնում ժողովուրդ ու ուզում եմ, չգիտեմ, շատ ժամանակ մտածում եմ գուցե ստոպ տամ, չզբաղվեմ վլոգերությամբ եւ այլն էլ չդնեմ, բայց ես սիրում եմ YouTube-ը ու ուղղակի մի քիչ այս պահին հոգնել եմ ու գուցե մտածում եմ հունվարին մի քիչ արձակուրդ վերցնեմ, չգիտեմ, տեսնենք կամ քիչ դնեմ վլոգները, ճիշտ է, էլի քիչ եմ դնում, բայց չգիտեմ, ուղղակի ուզում եմ հանգստանամ որոշ ժամանակ, բայց չի լինում, ես չեմ կարում վլոգներից հանգստանալ, որ մի տեղ եմ գնում, մի հետաքրքիր ինչ-որ մի բան եմ անում, ուզում եմ ձեզ հետ կիսված լինեմ, այստեղ հարցը գումարը չի ժողովուրդ, հարցն է, որ պատմեմ ձեզ այստեղի մասին, իմ առօրյայի մասին, կիսվեմ ձեզ հետ, կամ չգիտեմ, որ մի տեղ եմ գնում, նոր ուտելիք եմ փորձում, ձեզ հետ կիսվեմ այդ ամեն ինչը, այդ եմ ու սիրում ես, հա, այսինքն ինձ YouTube-ը շատ քիչ գումար է տալի, մանավանդ որ ես պասիվ եմ, շատ քիչ գումար է ու բայց էլի ինչ-որ տեղ, ինչ-որ մի փոքր գնում կարող եմ անել կամ չգիտեմ, տան ծախսերը աջակցություն ամուսնուս, բայց դե ինքը շատ քիչ գումար է, տենց ու ալիքում կա 5000 ավել հետևորդ, բայց ընդամենը մի 2000-3000 դիտում է, չգիտեմ, այդքանը, այնպես որ խնդրանքս է, որ ակտիվ լինեք, աջակցեք,
կոմենտներ գրեք, պատասխանեք, ուշադիր լինեք ինչա հարցնում, պատասխանեք, կամ օրինակ ասենք օգնեք, ինչ-որ տենց խորհուրդ ենք հարցնում, դա հա, տենց ոնց անեմ, ինչ անեմ, տենց ձեր կարծիքը, մի խոսքով, դա մեր համար շատ կարևոր է։ Այսքանը։ Ես սուրճս խմեմ, հետո բարձրանամ այս պլաստիկը հանեմ, կամ էլ չգիտեմ մտածում գնամ հանեմ, որ կարողանամ շունչ քաշեմ։ Հետո իրիկունը եթե հանկարծ չեմ կարծում, որ էլ անձրև կգա, եթե գա, պետն կծածկի նորից։ Տեսնենք անձրև տալիս է, թե չէ։ Ոչ, անձրև չկա։ Գնացի։ Ես վերևն եմ։ Բացեցի եսի։ Այնտեղ կպցրել էր բետոն, որ քամուց չբարձրանա, բացեցի ես պրովոդով, մի խոսքով։ Միլեն ասեմ, վերանում։ Այ, աղոս չէի բարձացել էստեղ։ Հենց, ավես։ Այստեղ բանան ունենք։ Տեսանեք։ Այնտեղ էլ ներքևում մի քանի տեղ նորից բանան է աճել։ Մեր դրան դիմացել։ Ասանդեղից դուրը բացվում է, դիմաց է։ Էսի նոր պետք է հասունանան, նայք սենց բուջուրիկ են, հլը։ Այստեղ էլ է։ Որտեղ մենք կոմն էլ կար մի հատ։ Այն մեզ կոմը։ Տենց։ Всё, ժողովուրդ, իջնեմ, այնտեղ դուրը լավ չի փակվում։ Պիսոներս չհելն են դուս։ Всё։ Բացեցի կարևորը կարողանում կշնչենք, էսի քարերը դրել եմ, որ հանկարծ քամուց չբարձրանա նորից ծածկի։ Տենց, հետո կգա, սիրուն կդզի։ Այս լվացքի մեքենայով ենք լվացք անում, բայց Աստված առաջ շուտով լվացքի մեքենա կունենանք։ Հենց էսի, ասեք։ Այնտեղ կենտրոնն է, այդտեղ հարևանը լվացք է փարել։ Սենց այնտեղ եկեղեցին է։ Հենց։ Всё։ Նենց եմ սիրում այստեղ, բայց որ սենց աշճանները սենց սայլից գնում է բարձրանամ իջնեմ։ Հուսամ շուտ Աստված առաջ շուտ կկարողանանք սարքենք մեր զալը եւ կկարողանանք նորմալ ձևով մարդավարի բարձրանալ բալկոն։ Ասելն է, այնտեղ էլ նեսանը։ Լավա միելը։ Սենց, նայեք, սենց բարձրանում ենք վերև, ասե բանանիկները։ Էսի ես կտուրը լինելու է բալկոն էլի, ներքևը մեր զալն է լինելու։ Ու Աստված առաջ տարին որ սկսենք, ուզում ենք սարքենք արդեն։ Եվ այստեղից աշճաններ է բարձրանալու երկը բալկոն։ Տենց։ Միել։ Չիկիտը։ Всё, գնամ տուն։ Ողջույն նորից, այստեղ ֆոնչուզա եմ պատրաստում, իր մեջ կա բանջարեղեններ, սոյա սոուս չունեի մենակ, բետոին ուղարկել եմ խանութ, հեսա եկավ։ Եվ արդեն պատրաստ է, պետք է խառնենք, այստեղ կանաչի եմ կտրատել, եւ այստեղ լետր ունեմ քունջութը, ես քունջութը բովում եմ ու բան եմ անում։ Я compraste?
Okay. Սոուս առել սոյայի քունջուտը բովում եմ, նաև մի քիչ տրորում եմ իրան, տենց ավելի համեղ է ստացվում։ Հիմա էսի սոյայի սոուսը լցնենք, էսի երևի ամբողջությամբ մեզ հերիք է մի փոքրը։ Okay. Եվ պատրաստա կարող ենք համ տեսել, համեմն էլ լցնում եմ վրեն ու վերջ։ Այստեղ բանջարեղեններից ունենք գազար, պղպեղ և վարունգ։ Երեքն էլ տապակում եմ, բարակ կտրատում եմ, տապակում եմ, հետո սոխ-սխտոր բարակ էլի կտրատում եմ, հավի հետ տապակում եմ, արդեն իսկ եփված հավի հետ տապակում եմ, սենց նայեք փոքր կտորների եմ, հետո այս բրինձի լապշան թրջում եմ իրան, նոր լցրեցի ու խառնում եմ, աղ չեմ լցնում, քանի որ ահագին սոյայի սոուս է գնում, ինքը աղի է, և քունջուտ և համեմ եմ ամբար լցնում, այսքանը, պատրաստ է և պետք է ճաշակենք, ես չոմին կամ էլ ֆոնչուզա մեր մոտ ասում են նաև, ունեմ ավելի մանրակրկիտ բաղադրատոմսը, նաև պատրաստել եմ սունկով էլ է շատ համեղ լինում, կարող եք փորձել, ես դդմիկ չեմ օգտագործում, ինձ ավելի դուր է գալի վարունգը, որը մի քիչ տենց նորից տապակում եմ, բայց դուք կարող եք դդմիկով էլ սարքել, դդմիկով էլ են սարքում, և այսքանը, հարցերի դեպքում գրեք, ակտիվ եղեք, կպատասխանեմ մեծ սիրով, կհանդիպենք մյուս հատվածում, առայժմ